Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28-ից 30 խոսքեր։ Հիսուսն ասաց իր լսարանին, նրանք ովքեր հավաքված լսում էին Տեր Հիսուսին, ասեց. Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Հիսուսն ասեց, որ ես փոխարենը կտամ իմ բեռը, ի հեճուկս ձեր բեռի, ես կտամ ձեր բեռը, ես իմ բեռը կտամ ձեզ, որ թեթև է եւ իմ լուծը, որ քաղցր է։ Այս խոսքը վերաբերվում է բոլորին։ Ով որ գալիս է Հիսուս Քրիստոսին, առաջինը պետք է ֆիքսենք։ Ինքը բեռավորված է, գտնվում է բեռի տակ, ծանր լուծի տակ, եւ յուրաքանչյուրը կարիք ունի այդ ծանր բեռից եւ այդ ծանր լուծից ազատվելու։ Օր առաջ, ժամ առաջ Տեր Հիսուսը կամենում է մեզ ազատել այդ բեռից։ Իսկ ինչ է այդ բեռը։ Այն բեռը, որ մենք կրում ենք մեր կյանքի մեջ, որն է այդ բեռը։ Իհարկե պետք է խոստովանվել, որ դա մեղքն է, ցավը, տառապանքը, վախերը, ապերջանի կյանք, դատաստանի սպասումով։ Այս է եղել մեր բեռը, որ մենք կրել ենք։ Մեղքերի ու հանցանքների մեջ մեռած, էությամբ, բնությամբ, բարկության որդիք, սա է եղել մեր բեռը, բայց Հիսուսը ինքը հոժարվեց, որ այդ բեռը վերցնի իր վրա, դրա համար հրավեր արեց բոլորին, եկեք ինձ մոտ հոգնածներ ու բեռնավորվածներ, մենք բոլորս էլ եղել ենք այդ անիծյալ, այդ սարսափելի բեռի տակ, դրա համար Հիսուսը վերցրեց Գողգոթայի խաչի վրա, բայց փոխարենը նա մեզ պարապ չի արձակում, ուշադրություն դարձրեք, ասում է քո բեռը տուր, բայց ես էլ պայման կա, իմ բեռը պիտի տամ, իմ լուծը պիտի տամ, դատարկ չի պիտի գնաս քրիստոնյա, իսկ որն է Քրիստոսի բեռը, որն է Քրիստոսի բեռը, Մարկոս ավետարան 16-րդ գլուխ 15-ից 16 խոսքերում հիշում եք Տեր Հիսուսը իր աշակերտներին ինչ ասեց, ասեց գնացեք բոլոր աշխարհը եւ ավետարանը քարոզեցեք, ամեն արարածի, ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկվի, ով որ չհավատաց կդատապարտվի, այսինքն նա մեր վրա դնում է իր բեռը, բայց իր բեռը թեթև է, իր լուծը քաղցր է, մեզանից յուրաքանչյուրս կանչված ենք ավետարանի բարի լուրը տանելու, բեռ եւ լուծ կրելու, եւ դա Աստված դնում է մեզանից յուրաքանչյուրի վրա, իդեպ ավետարանի տարածումը դա միայն հովիվներին չի տրված, կամ եպիսկոպոսներին, առաքյալներին, քարոզիչներին, մեզանից յուրաքանչյուրս պիտի կրենք այդ բեռը եւ այդ լուծը, ամեն մեկս ուր որ լինենք, պիտի խոսենք բարի լուրի մասին, բարի ավետից տարածենք, որ Քրիստոս հաղթեց մահին ու գերեզմանին, երրորդ օրը հարություն առավ եւ ամեն նրան հավատացողը ունի հավիտենական կյանք։ Այս բարի լուրն ենք մենք տարածում, սա է մեր բեռը, սա է մեր լուծը, որ պետք է մենք կրենք։ Շնորհակալ ենք Աստծո այս բեռի եւ այս լուծի համար։ Բայց ասեմ, որ ավետարանչությունը միշտ չէ, որ սիրով է ընդունվում եղբայրներ եւ քույրեր։ Այդ մարդ, գիտեք զավեշտը ինչու է կայանում։ Զավեշտը կայանում է նրանում, որ դու գնում ես մեռնող մարդու մոտ, կորցվող մարդու մոտ, ասում ես եղբայրս, քույրս, փրկություն կա քեզ։ Աչքդ լույս, բարի լուր եմ բերել, քեզ հույս կա, փրկություն կա։ Եվ գիտեք, զարմացած նայում են մեզ եւ սկսում են ատելությամբ հակակրանքով լցվել մեր նկատմամբ, սկսում են մեզ հալածել եւ եթե ձերքներին էլ ջար լինի, կսպանեն։ Հիշում եք գրված է վերջին ժամանակներում, որ մեզ սպանեն, կկարծեն, թե տիրոջը զոհ են մատուցանում, պատիվ են մատուցանում։ Զարմանալի է, չէ՞։ Մարդուն գնում ես ասում ես, որ փրկություն կա քեզ համար, ինքն ուզում է քեզ սպանի։ Զավեշտը ինչու է կայանում։ Դու կարծում եք միայն օտարներն են, որ մեր ավետարանը չեն ընդունում, Տիրոջ ավետարանը, նաև մեր յուրայինները չեն ընդունում։ Ախր ցավը, ողբերգությունը կանում է նրանում, որ անգամ մեր հարազատները, մեր տնեցիները երբեմն չեն ընդունում։ Հիշում եք Մարկոս ավետարան 3-րդ գլուխ 20 խոսքում գրված է, որ Հիսուսը
ծառայությունից հետո ավետարանը քարոզելուց, մարդկանց բժշկելուց, հրաշագործություններ անելուց հետո եկավ տուն։ Եվ մի կարճ ժամանակ հենց տաներ մարդիկ կիտվեցին տան շուրջը։ Եվ Հիսուսը աճապարեց, դուրս եկավ, շտապեց գնա եւ սկսեց նրանց ծառայել։ Տնեսի գիտեք ինչ ասեցին։ Մայրը, եղբայրները Հիսուսի, այն մայրը, որին հայտնվել էր Գաբրիել հրեշտակապետը եւ ասել էր, որ դու պիտի հղիանաս Սուրբ Հոգուց։ Այն մայրը, որին այցելեցին մոգերը, այն մայրը, որի մասին խոսեց Սիմեոնը, Փանուելի դուստր Աննան։ Ուշադրություն դարձեք, այս ամեն ասվել էր նրան, բայց ինքը իր որդիների հետ շտապեց, որ գնա Հիսուսին բռնեն բերեն, գիտեք ինչու բռնեն բերեն, որտեվ ասում էին գժվել է։ Յուրայինները ավետարան քարոզողին ասում էին սա գժվել է։ Եթե Հիսուսին են այդպես արել, եթե դալար փայտին են այդպես արել, ապա դուք ինչու եք զարմանում, թանկագիններ, որ մեզ էլ կանեն։ Դրա համար ասում է առաքյալը, այո, թեև մենք գժված ենք, մեզ գիժ են համարում, ինչպես Հիսուսին ենք ասում գժված է, թեև մենք գժված ենք համարվում, բայց դա Աստծո համար է, որ գժված ենք, եթե զգացնենք ձեր համար է, մեծ հաշվով, եթե մեզ գիժ են համարում, ապա ավետարանի համար են գիժ համարում, որն է մեր հանցանքն ու մեղքը, ժողովուրդ, նրանք ովքեր հիմա մեզ դիտում են հեռակա կերպով, համացանցի միջոցով, ասացեք խնդրեմ, ինչումն է մեր հանցանքը, նրանում, որ ավետարան են քարոզում, որ ասում ենք հույս կա, փրկություն կա, որ Քրիստոս հայտնվեց եւ փարատեց խավարը եւ լույս բերեց, հավիտենական լույսը, հավիտենական փրկությունը, արդյոք սրա մեջ մեղք կա։ Եթե գիժ ենք, ապա Աստծո համար են գժված։ Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 25-ից 30 խոսքերում Հիսուսն ասաց իր հետևողներին. Եթե մեկը թողնի իր տունը, եղբայրներին, քույրերին, հայր, մայր, կին, երեխաներ ինձ համար կամ ավետարանի համար։ Նա կունենա հարուրապատիկ, այստեղ, բայց հալածանքների հետ միասին։ Փաստորեն ավետարան քարոզելը ծանր բան չի, լավ լուր ենք տանում, բեռը ծանր չի, լուծը քաղցր է, մենք բարի լուր ենք տանում մարդկանց, բայց հալածանքների հետ միասին։ Նաև կհալածանքներ մեզ համար, որովհետև մարդիկ միշտ չէ, որ ընդունում են, կարծում եք, թե հեսա գնանք ասենք ընդունեն, բայց արի ուտես զարմանալորեն ըմբոստանում են և ուզում են մեզ հալածել։ Այս աշխարհի ապստամբ ըմբոստ ոչին գործում է երբեմն նաև մեր ընտանիքների միջոցով, մեր յուրայինների միջոցով, ցավոք սրտի։ Հիշում եք Գործք առաքելոց 16-րդ գլխում, երբ որ Պողոսը եւ Շիղան, այս երկու Աստծո ծառաները, որոնք լծակից էին, հավատարիմ լծակից եղբայրներ։ Երկուսն էլ կրում էին այդ բեռը եւ լուծը եւ գնում էին ծառայելու Փիլիպեում, սկսեցին ավետարան քարոզել, բարի լուր հռչակել ամենուր։ Բայց արդյունքում եղավ այն, որ այս երկու եղբայրներին բռնեցին, լավ ծեծեցին, շատ լավ ծեծեցին, վերքեր հասցնելով եւ գցեցին բանտի մի անկյունում, խուցում, ոտքերները ինչ են կոճղով կապած, գցեցին այդտեղ։ Եվ ծվարած մի անկյունում, այդ ցավերի տառապանքների մեջ զարմանալի սա է։ Այն մարդը ավետարան են քարոզել, խեն մեզ ծեծում, բայց այդ վիճակի մեջ էլ անգամ այս երկու լծակից եղբայրները, հավատարիմ Աստծո ծառաները չէին տրտնջում, այլ Աստծուն փառաբանում էին։ Եվ լսում էին բոլոր բանտարկյալները, եւ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, որ ամբողջ բանտը հիմքը ցնցվեց, դռները բացվեցին։ Բանտապետը շտապեց, ներս եկավ, տեսավ դռները բացված, կարծես թե բոլորը փախել են եւ ուզում էր իրեն սպանել, բայց Պողոս ասեց. «Քեզ վնաս չտաս, բոլորս այստեղ ենք»։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, որ բանտապետը այս Աստծո ծառաներին տարավ իր տուն, վերքեր ամոքեց, հետո ընտանիքով ընդունեցին բարի լուրը, մկրտվեցին ընտանիքով, դարձան Աստծո զավակներ։
Այստեղ ճիշտ է խոսել հետևյալը։ Ընդհանրապես կանայք, երբ որ պիտի ծննդաբերեն, ինչպիսի ցավեր են քաշում։ Աստծո խոսքը դրա մասին է ասում։ Հովհաննես Ավետարան 16:21-ում կինը ծնելուց մեծ տրտմություն ու ցավեր է կրում, բայց երբ երեխան ծնվում է, ալևս ցավերը չի հիշում։ Առաջ է գալիս մեծ ուրախություն։ Այդպես չէ, սիրելի քույրեր, եղբայրները գուցե այդքան չհասկանան։ Սիրելի քույրեր, բայց այդպես է։ Ցավերը փարատվում են, փոխարենը գալիս է մեծ ուրախություն։ Էլ չես հիշում այդ ցավերի մասին։ Ավետարանի ցավերը, հալածանքները կա, բայց երբ որ նրանք տեսան պտուղը, արքայության մեջ ծնված այս բանտապետին եւ նրա ընտանիքը, ալևս ցավերը, նեղությունները այդ բոլորը իջիկ դարձան։ Հասկանում եք, թե որքան քաղցր է այդ լուծը։ Հասկանում եք, որքան թեթև է ավետարանի բեռը։ Հալածանքներ կան, բայց երբ որ դու տեսնում ես պտուղը ծնված կյանք, հավիտենական կյանք արքայության համար, ալևս այդ ցավերը չես հիշում։ Արժե դրա համար կրել նեղություններ, արժե դրա համար կրել հալածանքներ, միայն թե մարդիկ փրկվեն։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Եսայան ասում է 52:7-ում. Ինչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բարիք ավետարանում, փրկություն քարոզում, ասելով Աստված թագավոր է։ Ինչ գեղեցիկ են նրանց ոտքերը, որ ավետարան են քարոզում։ Քաղցր, թեթև, օրհնություն, գեղեցիկ ոտքեր։ Եղբայրներ եւ քույրեր, քաջացեք, պինդ կացեք։ Մեր ծառայությունը օրհնյալ է, մեր բեռը ծանր չէ, մեր լուծը ծանր չէ, դառը չէ, այլ թեթև է եւ քաղցր։ Այ ի հեճուկս մեր բեռի Եսայի մարգարեության 6-րդ գլուխ առաջի խոսք։ Հիշում եք, երբ որ Եսայան Տիրոջ տան մեջ էր, հանկարծ մի տեսիլք հայտնվեց նրան։ Տեսավ Տիրոջը նստած գահին, վերամբարձ բարձր, փառավոր կերպով, նրա հանդերձների քղանցքը լցնել էր ամբողջ տաճարը։ Սերոբեները երգում էին, աղաղակում եւ ասում. Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է, Զորաց Տերը։ Հետո Տերը խոսեց. Ով ուղարկենք, ով կգնա մեզ համար։ Դե Եսայան հասկացավ, կարծում եմ էլ մեկը չկար այդտեղ։ Ասեց, ահավասիկ ինձ ուղարկիր, ես կգնամ, այս ամեն արեց հոժարությամբ։ Բայց հարց եմ ուզում տալ։ Իսկ ինչ լուրով պիտի գնար Եսայանը։ Ինչ կարծիք եք։ Եսայան պիտի գնար եւ գիտեք ինչ պիտի խոսեր։ Պիտի գնար ժողովրդին ասեր, որ ձեզ դատաստան է սպասվում, ձեզ կորուստ է սպասվում, Աստծո բարկությունը ձեր վրա գալու, այսինքն գուշ, ցավ, կորուստ պիտի քարոզեր։ Ուշադրություն դարձել եք ընդհանրապես, որ 5 կտակարանյան մարգարեները հիմնականում մեծամասնությունը կարծես վատ բաներ են մարգարեացել։ Տիրոջ բարկությունը, սպասվող պատիժներ են խոսել։ Հիշում եք, երբ որ Բեթլեհեմ գնաց Սամուել մարգարեն, որ Հեսեի տան որդիներից մեկին թագավորոցի, եւ երբ որ մտավ նա Բեթլեհեմ, գրված է, որ Բեթլեհեմի ծերերը հենց որ տեսան Սամուել մարգարեին, գիտեք ինչ է գրված այնտեղ, դողալով նրան դիմավորեցին։ Այն չեք դողում այդ Աստծո մարդուց, տենաս ինչ ա բերել։ Տեսնես ինչ պատիժ ա Տերը բարկացել մեր վրա։ Վայ մեզ, մարգարեն եկել ա։ Զգում եք տարբերությունը։ Այն ժամանակվա եւ այսօր մենք որ կանչված ենք գնալու, մեր ոտքերը որքան գեղեցիկ են։ Ավետարանը քարոզողի ոտքերը։ Ուրեմն մի հատ ստեղ նկար տեսա, եզեր, չէ՞, այստեղ մի հատ մարդ լուծած գնում էր։ Եթե խնդրեմ այդ նկարը դնեք։ Հիշում եք Եղիան, այո։ Ոչ Եղիային նման կարծում եմ ոչ էլ Եղիսեին, բայց մեր աղբեն ա ուրը։ Ես չեմ պատկերացնում, որ Եղիան սենց աղել կամ Եղիսեն, էլի։ Խուճուց սիրուն մազերով, կարծում եմ այդպես աղել։ Թող ինձ ներեն այն եղբայրները, որոնք մաս չունեն, ես վատ բան չեմ ուզում։ Ուրեմն
տիրոջ խոսքը եղավ Եղիային։ Հիշում եք գնաց Քորեբլերը, գնաց բողոքելու, տրտնջալու եւ Տերն ասեց վերկաց գնա Սափատի որդի Եղիսեին քո տեղը մարգարեդիր։ Եղիան եկավ եւ գտավ Եղիսեին, որ 12 լուծ ես գցած արտի դաշտի մեջ վարք էր անում, վարում էին։ Ինքն էլ ամենավերջինի բան արած այդ ձերքը դրած մաչին, Ռուբիկ եղբայրը հիշեցեց մաչը, ձերքը դրած մաչին ինքը վերջինը, այդ եսին առաջ էր տան 12 լուծ ես։ Ինձ մոտ հարց է առաջանում, ինչու 12 լուծ ես։ Հաշվի առնելով հրյաների ընկալումները, իրանց վերջապես այդ ապրումները, սպասումները կամ գործելակերպը, որպեսզի ավելի միտքս արտահայտեմ, մի օր խանութում էի ես Երևանում, տեսա մի երիտասարդ աղջիկ էր։ Այս աղջիկը ուշադրություն էր դարձնում մանկական շորերին, ասես վերցնում էր այդ շորը բարձրացնում նորացին երեխայի շորերի։ Արտաքինից չէր երևում, որ ինքը հղի է։ Բայց այդ շորերին էր նայում, էսի դրեց հետո գնաց մի հատ օրորոց կար, օրորոցին նայեց, հետո մանկական կոշիկների էր նայում, ես իմ մեջ համոզվեցի, որ այս աղջիկը հղի է։ Եվ այդ սպասումով արդեն պատրաստում է, որ երեխային պետք է ծնի, նախապես արդեն նախապատրաստում է բոլոր այդ պիտանի բաները։ Այդ աղջիկը մատնեց իրան, որ ինքը հղի է։ Մատնեց իրան։ Եղիսեն, երբ որ այս 12 լուծը դրած եւ աշխատում էր, լծած այդ արտի մեջ աշխատում էր, ես կարծում եմ սա նրա ներսի ապրումներն էր։ Սա նրա նկարած կտավն էր։ Եղիսեի նկարած կտավն էր եւ ինքը այն վրձին էր, որ հոգեվոր գույներով, հայտնության սպասումով, կոչումի սպասումով, Տիրոջ երեսը փնտրելու սպասումով, անդադ սպասում էր, երանի թե մի օր Տերը ինձ կանչի, ինչպես որ այս 12 լուծ եզերը վարում են, ես էլ Իսրայելի 12 ցեղերի մեջ լինեմ Տիրոջ համար մի անոթ, լինեմ նրա ձեռքերի մեջ մի գործիք, ես է ծառայեմ, ձեռքս մահճին կդնեմ, ետ չեմ նայի, կծառայեմ Տիրոջը։ Այս ապրումներով միայն Տերը գիտեր այս մարդու հետ ինչ է կատարվում։ Այն կտավը գիտեք, չէ՞ ոնց է։ Նկարիչները ոնց են նկարում։ Այնպես չի, որ ասենք վերցում են, ինչ նկարեմ կտավի վրա, ասենք վերցնում են, մեկը խզբզում են, վայ, ասում են մարդու գլուխ դուրս եկավ։ Արի մարդ նկարեմ։ Նկարիչները այդպես չեն նկարում։ Նկարիչները նախ կտավին նայում են, իրանց ներսում եղած պատկերը ունենում են, եւ այդ պատկերը արտաբերում են կտավի վրա։ Ես որքան գիտեմ դա այդպես է։ Կոմեչինը, իդեպ արդի հոկեբանները մեր ժամանակի իրանք նկարիչի նկարով, այն գույներով, այն ինչեր ինքը դրել կտավի վրա, նայելով իրենք տվյալ անձնավորության հոգեբանությունը բացահայտում են։ Եվ իդեպ ասեմ, այդ գիտությունը շատ արդիական եւ շատ անգամ ճիշտ է։ Այսինքն քո նկարածով մարդիկ իմանում են քո ներսում ինչ կա։ Այսա Եղիսեի կտավն ա եղել։ Սա նրա ապրումներն ա եղել։ Իդեպ ես Եղիսեի կտավի մեջ ես ոչ թե 12 լուծ ես եմ տեսնում, այլ 13 լուծ ես։ Վերջինը իրական եզն էր Եղիսեն, որի դունչը կապված էր։ Պողոսն ասում է կալի մեջ աշխատող եզան դունչը մի կապեք։ Միթե Տերը եզերի համար է հոգանում, միթե Եղիսեն եզերի համար էր հոգանում։ Դա իրա կտավն էր, իրա պատկերն էր, որ դրել էր, իրա ներսի ապրումներն էր, եւ իրական ես ինքն էր, որ սպասում էր, որ մեկը դունչը կարձակի եւ կկանչի ծառայության։ Եղիան հայտնվեց եւ հիշում եք, վերարկուն հանեց եւ գցեց նրա վրա, ասեց. «Ետևիցս եք»։ Վերջապես Եզան դունչը արձակվեց եւ ինքը անցավ ծառայության։ Անցավ իրական լուծը կրելու։ Հավատարիմ ծառան լծակից պետք է լինի, լուծը պիտի կրի Տիրոջ։ Համաձայն եք, ասեք ամեն, փառք Տիրոջը։ Իդեպ ասեմ, ես համոզված եմ, որ Եսայան հղի, բանը, Եղիսեն հղի էր, հոգևոր իմաստով էր հղի։ Եղիսեն հոգևորապես հղի էր։ Լսեք ինչ եմ ասում։ Այստեղ ես համոզված եմ շատ Աստծո ծառաներ կան, որոնք հղի են հոգևորապես։
իրենք Աստծուց են հղիացել, թե դա երբ է տեղ ունեցել, երբ կլինի իր կոչումը, իր ծառայությունը, ինչպես Եղիսեն սպասում էր, այդպես էլ շատերը տեսօր սպասում եք, Տերը ձեզ երբ պիտի իր փառքով օգտագործի։ Եվ մի բան էլ է ասում Մարգարեն, եթե այդ հղիացումը Աստծուց է, եթե Տերն է հղիացում արել, Տերն էլ ծնել կտա, բայց եթե Տերը չի հղիացրել, կծնես հաստատ, բայց քամի կծնես։ Դա է ասում Աստծո խոսքը։ Սիրելիներ, Տեր Հիսուսը ավետարանչության համար ուղարկում էր, եթե նկատել եք 2-2, ուղարկում էր, որ գնան ծառայության։ 2-2։ Ժողովողը, Սողոմոն իմաստունը շատ գեղեցիկ խոսք է ասում այդ առումով 4:9, երկուսը լավ է, քան մեկը, որ նրանք վարձք ունեն իրենց աշխատանքից։ Վարձք, այո, վարձք ունեն։ Երկուսը լավ է, քան մեկը։ Եվ որքան լավ է, երբ որ քո լծակից ընկերդ լավ ընկեր է։ Եղբայրներ եւ քույրեր, ես հիմա շատ լուրջ բան եմ ձեզ ասում։ Որքան կարևոր է, որ քո լծակից ընկերը լինի հոգևոր լավ մարդ։ Եթե նա լինի հոգևոր մարդ, նա քեզ կօգնի, որ դու հասնես այն ծրագրին, ինչին որ Տերն է կանչել, նպատակին, ինչին որ Տերն է կանչել, այն կոչումին, ինչին որ Տերն է կանչել։ Հիշում եք, մի օր Կիսի էշերը կորեց։ Հիշում եք այդ պատմությունը։ Կիսը կանչեց իր որդուն, ասեց այդ տղա վեր կաց, ընկերները շատ են, շատ ընկերներ ունես, բայց ընտրի դու ում ուզում ես ընտրի, վեր կացեք, գնացեք էշերը փնտրեք։ Դե Սավուղը ընտրեց բնականաբար ամենալավ ընկերոջը, կարծում եմ, այդ ճանապարհին որ փնտրեն, այս ընկերոջ անունը գրված չի։ Ընկերոջը ընտրելուց սկսում են փնտրել։ Գնում են, գնում, վերջում չեն գտնում։ Այս Սավուղը արդեն սկսում է խուսանավել եւ ասում է իր ընկերոջը արի հետ դառնանք էլի։ Հիմա իմ հայրը սա հոգսերը թողել է, էշերի հոգսերը թողել է, իմ մասին է մտածում։ Արի հետ գնանք։ Իսկ այս ընկերը, որը համառ էր, ասեց, չէ։ Մի քիչ էլ գնանք, հեսա հասնում ենք, այնտեղ Սամուել Մարգարեն է, գնանք իրան հասնենք։ Հետո էլի գնացին։ Ճանապարհին դարձյալ Սավուղը ամեն ինչ անում էր, որ չգնար։ Այս ընկերը ամեն ինչ անում էր, որ գնային։ Ճանապարհին դարձյալ ասեց, բա որ գնում ենք Մարգարեի մոտ։ Բան չունենք տանելու, դատար կա, հաց էլ չունենք։ Այս ընկերն ասեց, ոչինչ, մի անհանգստացիր, ես արծաթ ունեմ։ Կտանենք, ձրի չեն գնա Մարգարեին։ Եվ արդյունքում այս ընկերը օգնեց, որ Սավուղը հասավ Սամուելին եւ այդտեղ էլ նա օծվեց որպես թագավոր։ Լավ ընկերները, դե ապագան ինչ եղել դա էլ խնդիր է։ Լավ ընկերը դա Աստծո պարգևն է։ Լավ լծակից ընկերը դա Աստծո պարգևն է։ Իդեպ ասեմ, մենք հայերս, հայ քրիստոնյաներս, ինչ որ առումով նման ենք հրեաներին։ Գիտեք ինչով։ Հրեաներն էլ սպանում էին մարգարեներին, Աստծո մարդկանց սպանում էին, հետո նրանց որդիքը գալիս էին եւ սկսում էին այդ մեռածների գերեզմաները կանգնեցնել, հիշել, գնահատել, արժեքավորել, այն մարդից մարդիկ են եղել մեր մեջ։ Սենց կարևոր մարդիկ։ Մեռնելուց հետո։ Ժողովուրդ, մենք քարոզում ենք Աստվածաշունչ։ Մենք խոսում ենք մարդկանց մասին, որ Աստված իրենց օգտագործել է։ Բա մեր արդի ժամանակներում հիմա մեր մեջ չկան տենց մարդիկ։ Ինչու ենք մենք վախենում խոսել այսօր այն մարդկանց մասին, որոնք լավ լծակից ընկեր են։ Ասում ենք, կարող է մեզ մեղադրեն մարդապաշտության մեջ, կարող է մեզ ասեն, խի ես խոսում, կարող է ընկերդ հպարտանա, կամ չէ, դու ոնց որ իրեն ֆետիշացնում ես, աստվածացնում ես, մի ասա, եղբայրներ եւ քույրեր, սպասենք միջև մեռնեն, չէ, մեռնեն նոր սկսենք իրանց պատվել, գնա մեռի, հա, արի սիրեմ, հայկական ասացվածքը, մենք ինչու չենք գնահատում մեր ժամանակի լծակից լավ եղբայրներին եւ լավ քույրերին։ Մենք զարմանալի ժողովուրդ ենք, մենք հրեաների պես ենք, այ երբ որ կմեռնի, հավատացեք, այդ մարդ, երբ որ սկսեն խոսել իր մասին կզարմանանք, միթե այս մարդ այսքան լավ մարդ է եղել, չենք իմացել, որտեւ կենթանության օրոք ոչ ոք չի խոսել,
Մեղ կա եղել խոսելը։ Մեռելուց հետո դա օրհնություն է։ Շնորհակալ եմ Աստծո Ռուբիկ եղբոր համար։ Շնորհակալ եմ Արտավազ եղբոր համար։ Շնորհակալ եմ Վլադիկ եղբոր համար։ Այս մարդիկ գնաց այստեղ էր Ռաֆայել եղբայրը, Աստվածորդի Ռաֆայել եղբորը, այս մարդիկ հետագից են թողել։ Օրտյալ լինեն այն եղբայրները, այն քույրերը, որոնք գամաղելի նման այս մարդկանց ոտքերի առաջ սովորել են, կրթվել են եւ մեծացել են։ Որովհետեւ այս մարդիկ Աստծո պարգևն են։ Գրված է, որ երկու պատիկ պարգևի արժանացեք, պատվի արժանացեք։ Այդ որն է երկու պատիկ պատվի արժանացնել։ Այսինքն հաց ուտելուց մենակ, հա, երկու պորցիա ավել պիտի տանք իրանց։ Այդ որն է երկու պատիկ պատիվ տալը, որն է դա։ Միթե խոսքի մեջ չի, միթե քաջալերանքի մեջ չի, միթե նրանց ինչ որ բաներով նեցուկ լինելու մեջ չի։ Մարդիկ կենթանի են, այս մարդիկ այսօրվա դրությամբ հրաշալի լծակից ընկերներ են։ Այս մարդիկ այսօր պիտի պատվեք, վաղ ուշ է լինելու ժողովուրդ։ Չգիտեմ ինչի է մեր դաստիարակությունը այդպեսին։ Հիմա կհալածենք, կչարախոսենք, բայց հետո որ Աստված երկար կյանք տա։ Հետո կասենք, արա սենց մարդիկ են եղել չենք հասկացել։ Ես շնորհակալ եմ Վլադիկ եղբոր համար, կոնկրետ ինձ համար, եւ Ռուբիկ եղբայրն իր աջակցը ներդրում ունեցել եւ Արտավազ եղբայրը մեծ եղբայրները, թե Ռուբիկը, թե Ժորան, թե Արտուրը, բայց Վլադիկի հետ ես գիտեք մի բան ասեմ ձեզ։ Ես չեմ ամաչում, չեմ վախենում ասել։ Այս մարդը իմ կյանքում մեծ ներդրում ա ունեցել։ Գուցե ինքն էլ այդքան չի հասկացել։ Լսեք ինչ եմ ասում։ Եղել է, որ ես թուլացել եմ, ծուլացել եմ, տկարացել եմ, այս մարդու հետ ընկերություն անելը ինձ ստիպել է։ Ստիպել է, որ ես գոտիս կապեմ։ Ստիպել է, որ ես հաստատվեմ։ Ստիպել է, որ ես իրենից ետ չմնամ։ Ես կարծում եմ, ովքեր գիտեն Վլադիկին, գիտեն, որ դա այդպես է։ Իր հետ չես կարող ուրիշ ձև ընկերություն անես։ Այս մարդու հետ ընկերություն անես, պիտի զգաս լինես։ Ֆորմայի մեջ, անպայման։ Եվ դա քեզ քաջալերում է։ Եվ ես գիտեմ նույնը կարելի ասել Արտավազ եղբոր համար, Ռուբիկ եղբոր համար, ամեն մեկը կարող եք ասել։ Այո, պետք է գնահատել այս մարդկանց։ Այս մարդիկ իրոք այսպես կրում են լույսը իրանք էլ։ Տիրոջ բեռը եւ օրտյալ են նրանք, ովքեր գնահատում եւ արժեքավորում են։ Փառք Տիրոջը։ Դավիթը մի օր ծարավ էր։ Ծարավ էր, կանգնած բերթիվ այդ պատի վրա, նայեց դեպի Բեթլեմի տարածքը եւ դե ինքն էլ բեթլեմացի էր։ Եվ այն ջրհորը, որտեղից մանուկ հասակից միշտ է ջուրը խմել է, սիրտը տվեց ծարավ էր։ Այդ ջրից աներ խմեի, բայց այդտեղ փշտացիների զորքն էր։ Ուղակի բարձածան, ինչպես Տերն ասեց, ով կգնա մեզ համար, ում ուղարկենք, Դավիթը տես մի բան, ուղակի ես համոզված եմ բլթացրեց ուղակի։ Ուղակի ասեց, սա ոչ հայտնություն էր երկնային, ոչ հոգուց շարժված էր, մարդը ջուր ուզեց խմի էլի։ Դրա մեծ հայտնությունը որն է։ Էնել որտեղից է այ ուզում ջուր խմի, որտեղ փշտացիներն են։ Ասեց ով կգնա ջուր բերին, հենց եմ ուզում Բեթլեմի ջրորից մի ջուր խմեմ էլի։ Երեք իր լծակից աղբերներից, իր օգնականներից 3 հոգի անմիջապես վեր կացան։ Գուցե սրանք իրենց ընտանիքներ ունեին կանայք, երեխաներ, բայց իրենք հասկանում էին, որ կարող է գնան, էլ ետ չգան։ Բայց մեր աղբերն ասել։ Այսօր մի հատ հովիվը բան ասի, եղբայրս, քույրս, այս բան արա, սպասի։ Այդ հայտությամբ ես ասել։ Հոգուց շարժված ես ասել, թե դու ես ասում։ Այ հարազատ ջան, չէ, հոգուց շարժված չեմ ասում։ Ուղղակի ասում ես բան արա, չէ, բա որ հոգուց ինչ ես ասում։ Դու գիտես կարող ես հանկարծ վնասվեմ։ Այ 1000 ներողություն աղբերս քուրս։ Այդ ինչ մի հատ անպայման, ամեն ինչը պիտի հոգուց ասվի քեզ, ուրիշ ձև հնարավոր չի։ Չէ, ուղղակի ջուր էր ուզում ես մարդը։ Ջուր ծարավ էր։ Առանց որևէ խնդրի, այս մարդիկ իրենց կյանքը դրեցին, գնացին կռվով, հասան, սպանելով, ջարդելով, ջուրը վերցեցին, կռվով էլ հետ եկան։ Երեքն էլ կենթանի ասա ջուրը տվեցին Դավիթին, բայց Դավիթը չխմեց, թափեց, ասեց արյան գինես սա, Տիրոջ առաջ եմ թափում։ Բայց այս մարդիկ ցույց տվեցին իրենց հավատարմությունը, իրենց նվիրվածությունը, լծակից աղբերներ են էլի։
Այն կան չէ ճանապարհի կեսից փախնող։ Պողոսը շատ ուշադիր էր, մի անգամ Մարկոսը համանել էր։ Ասում էր դրան չեն վերսի։ Բարնաբասի հետ ասեց ճանապարհին հետ ա գնացել ես անհետս չեմ տանի։ Ինչ լավ է որ ճանապարհ ես գրում, լուծ ես գրում, գիտես որ միջև վերջ գնալու եք։ Տերը օրհնի բոլորիս։ Ինչպես առակած գիրքն է ասում 25:12, ինչպես ջունի սառությունը հունցքի ժամանակ, այն քրտնած, շոկ, ասում ես մի հատ սառուցելն էլի սենց կսեմ մարմնիս էլի սենց խմեմ էլի, ինչքան հաճելի է, այդ ճիշտ այդպես է, հավատարիմ դեսպանը, լծակիցը իրեն ուղարկողի համար։ Ալելույա։